Ձեր տպավորությունները։ Մեր առաջին trip-ն է իրար հետ եւ ես Հələ մի րոպե։ իմ կյանքի ոչ թե առաջի trip-ն է, այլ առաջի trip-ն է քո հետ եւ ես շատ երջանիկ եմ։ Կարծում մեզ լավ օրեր են սպասվում։ Short about аэропորտի գներ 900 դրամ 1000 դրամ 3000 դրամ եւս 3000 դրամ Oh my goodness. Oh my god. Oh my god. Mirabel. It's the second day. Nara and me. Գնում ենք beach. Առավոտ շուտ ժամը 6-ին արդեն պիտի դիմավորեինք, լուսաբաց է։ 8-ին կդիմավորենք։ Հա, չփորձվես խաբել։ Մարդը քնած է շատ մուշ։ Հա դու քո հետ ես, հասկացա։ Այո։ Կար մարդ որ քնած էր։ Մեր գեղեցկուհին էր քնած։ Այո։ Աշխարհն է։ Հետարակես։ Հա, ամեն դեպքում ժամ 8-ին դեռ լուսաբաց է։ Չեմ կարծում որ։ Ես էս Մայրամուտ է։ տարբեր է, ովքեր որ տեղաբնակ են, տաք են հագած, ովքեր որ եկել են, մեր նվազ։ Իրանք Շատ տարբեր է։ Այրվել ենք, ես մեղմ ասած և նարան Ուզում եմ ֆիքսեմ ինչ արտակարգա աշխատել, իմ sunscreen-ը քսել էի դեմքիս ու այսենց Դա է արդեն ես մռմռում եմ ահավոր, բայց ես հատվածը սիրում շատ լավ ազգում ու մեկ էլ սենց է լինում, չէ ես արդեն ուշ գիշեր չի, ես այդ նույն օրն է, երկրորդ հա, ստացվում է, առավոտը որ գնացել ենք պլաժ, ես այրվել եմ, փաստորեն շատ ուժեղ ընթացքում չէր զգացվում, դաժե առաջին մի քանի ժամը գույնս չէր փոխվել, բայց փաստորեն շատ ուժեղ այրվածք եմ ստացել, ու ջերմությամբ պարկացա, ուժս է պարաստամոլ եմ խմել մի 2 ժամ առաջ, մի թեթև ջերմությունս իջացրել է, բայց ես ահավոր վատ եմ, ահավոր մրսում եմ, տոկնասկներով պարկած եմ, նարային ուղարկեցի ֆրֆրալու, դենց իմ համար հիվանդ պարկած եմ, կոշմար, բայց ուզում եմ գովեմ անվերջիմ SPF-ը, որովհետև քսել եմ ոնց ասի դեմքիս, ու սենց վզի հատվածում, La Roche-Posay-ն ցույց կտամ, արտակարգ աշխատել, Просто փաստորեն իմ մաշկին պետք է SPF на всё тело. Տենց իմանանք ապագայի համար։ Ну что ж, բարի լույս։ Իրավիճակը նենց է, որ даже վատ չեմ զգա, այս տեսքով կնկարեմ։ Կիպրոսի արևից պետք է շատ զգուշ լինել, որովհետև ես նենց արսափել եմ այրվել։ Իրեմ կարամ ցույց տամ։ Типа, вообще, դիվանի գույնի եմ։ Ու երեք շատ վատ էի։ Ու մի բանկապանցինով եմ քսել։ Հայտնվել տակությունս էր բարձրացել եւ այլն, մի խոսքով շատ ծանր արևահարվել եմ ու այսօր չեմ կարողանում դաժե քայլեմ։ Հենց հիմա հազիվ եմ վեր կացել, ուտելիք եմ պատվիրել, որովհետև արդեն
ուտել էր, բայց երբս էլ խառնում էր։ Մի խոսքով, տխուրի մասին չեմ ուզում, կարծում եմ գոնե վաղ արդեն նորմալ կլինեմ, քիչ թե շատ ու գոնե կկարողանամ իրիկունը դուրս գամ ոչ արևի տակ, քայլեմ եւ այլն, ողջ օտպուսկիս օրերը չեմ պարկելու հիվանդ։ Церковь Святого Лазаря. Ինչ սիրուն ու հանության վայբով տեղ, հեսա փակվան դրա համար կարճ մտնեմ։ Ցերեկը նարոն մտել էր, ինքը մտմեց, հիմա իմ աչքում եմ տեսնում, այսենց շարքով, այսենց իկոնաները պաչելով, մարդիկ գնում են հեսա երևում է շարքով, համբուրելով գնում են, интересно։ Այս երկուսը տեսնես գլուխներ չունեն տենց համտածված, թե պոկվել են։ Կիպրոսը ամեն ձև փորձում է ինքը իմ հանգիստը փչացնի, չնայած նրան, որ ես անվերջանալի տառապանքների մեջ եմ, մանավանդ ոտնաթաթերը, այդ այրվածքի պատճառով, հենց հիմա տապաչկաններով եմ դուրս եկել, որովհետև ուրիշ ոչ մի բանով հնարավոր չի, բայց չգիտեմ, շատ ինձ դուր է գալիս իր այս մանրիկ վայբը, այսինքն ոնց պատկերացնում ենք, երբ ասում ենք Կիպրոս, ինչ այդ հունական վայբը գալիս մտքին, ինքը հենց տենց է։ Չգիտեմ, ինձ շատ է դուր գալիս, ու չնայած լառնական տենց իր հնություններով աչքի չի ընկնում, բայց որոշ տեղերում քաղաքի վсё դա զգացվում է։ Չգիտեմ, շատ գեղեցիկ է։ Ցանցնում էր հանգիստը։ Առավոտյան արթնացանք։ Երբ։ Այսօր։ Որոշել էինք, որ 9:30 պետք է գնանք։ Հա, դու ես սպասում։ Լևկարա։ Մենք գնացինք ավտոբուսից ստանցա, որը մեզանից ընդամենը պետք է պասից 5 րոպեվա ճանապարհն էր։ Եվ մենք գնացինք 40 րոպե շուտ։ Իքսանք այդ պահը։ Շուտ եւ ուշացանք Լևկարայի ավտոբուսին։ Հիմա մենք վաղը որոշել ենք գնանք մայրաքաղաք Նիկոսիա։ Ասա ինչի համար ենք գնում Նիկոսիա։ Նիկոսիան ունի 5 քաղաք եւ նոր քաղաք բաժանարարը եւ 5 քաղաքը գտնվում է Թուրքիայի սահմանում։ Ես եւ Աննան որոշել ենք հատել այդ սահմանում եւ գնալ այնտեղ մի հատ շատ հայտնի կաֆետերիա կա, այդ կաֆետերիան երբ Սուրբ Սոֆիայի տաճարը։ Մենք այդպիսի իդեալական մտքեր ունենք, բայց քանի որ այս թրիփը ամբողջությամբ իդեալական մտքերի մի մեծ պարույր էր, բայց ոչ ռեալիթի, այստեղ այսպիսի ռիսկ կա։ Թուրքական սահման անցնելու ես խնդիր չունեմ, որտեղ իմ վիզան շենգենյան է, բայց Աննան կարող է անցնել եւ այլևս չվերադառնա։ Այ, մաղթենք մեզ հաջողություն։ Երեխեքից մեկին կրիայի բան է հոստացել, իմ գուտ կրիայի կոլորից, բայց ստեղտեսա մոտավորապես 45 եվրո էր, ինչ տանջուրս։ Չենք ուշացել Նիկոսիա ավտոբուսից։ Նիկոսիա, ATM2։ ATM2։ Մի կերպ ենք հասել, որովհետև պարզվեց մենակ քեշով է կարելի վճարել։ Ու մենք ունենք մի հատ հարաշքով։ Մի րոպե, խնդրում եմ։ Դա իմ, չգիտեմ, որ երրորդ թրիփից Եվրոպա, մի հատ մնացած 10 եվրո էր, ճղած։ Ես դա որպես սպաների հուշ էի պահում, ստիպված այդ հուշը հանեցի։ Եվ մի ֆիլիպին տուհի, որ մեզ օգնեց, որ մենք ճիշտ լոկացիա լինենք թե ոչ, հանեց առանց մտածելու, մեզ 10 եվրո տվեց։ Փոխեց մեր ճղվածով։ Ոչ մի խնդիր չկա։ Չէ, հետո ես ասացի գոնե փոխենք մեր ճղվածով, այսինքն ինքը անվրույր, աննաշորի խանութ, անկասկած էր բանը, ուզում էր դա ուղղակի մեզ տար, առանց մտածել էսի ավելի դիվաստողը քան ես դեմն է։ Ու քանի որ նարան իրա բոթասները տվեցի ինձ, ու ինքը տապը չկեքով, մենք հոմտի մտնենք, այս հոթով մի շորիկն եմ ասում։ Հիմա մտնենք նարային տակ շոր առնենք, օյ, ու բոթաս։
Շատ stylish է, Հուդին սազում է կարիշնիվին դեղինի հետ, կարմիրը վառ акցենտա, всё подходит. Beautiful. Շնորհավորություն դες կյանքս։ Առողջ լինես, ամենակարևորը, ներսով եւ դրսով։ Որովհետեւ թերևս առողջությունը միակ բանն է, որ մեր ձեռքերում չէ։ Մնացած ամեն բան մենք կարող ենք ձեռք բերել։ Դա իսկ ես միայն առողջություն եմ ասում։ Մարմնական, ֆիզիկական եւ հոգեվոր մեր աշխարհում։ Արագ նկարեմ, սա այնտեղ հերվում, երևում է անցակետը Կիպրոսի ու Թուրքիայի։ Մենք հիմա գնում ենք այնտեղ, ուզում ենք անցնենք եւ գնանք Սուրբ Սոֆիայի տաճարը։ Ահա որ անձրև է, մենք թրջվել ենք։ Ես դեռ ինվալիդ եմ, բայց այդ ամենի հետ մեկտեղ խնդիրը այնա որ կանցնենք անցակետը թե չէ։ Feeling stupid. Անցակետը մեր ետևում է, մենք չանցանք, ընդ որ մեր անգամ մեզ տուպոյ զգացինք, որովհետև առաջի անցակետը կիպրոսական է։ Մեզ մետաղ ասաց, աղջիկներ ջան, բայց դա Թուրքիան չի, Կիպրոսը նախ կղզի է, հաշվի առաքինք չունի ցամաքային սահման, հա, ուրիշ երկրների հետ։ Ասինք, ոյ, ես ինչ խելացի չենք եւ այլ լուրջ եք ասում, խնդիր չունենք այսինքն։ Ասինք, բա Այա Սոֆիան, ասաց, այդ Այա Սոֆիան չի, թուրքականը չի, մի խոսքով 10 քայլեն կողմ արդեն թուրքական չէ, հարավային Կիպրոս, հա։ Հա, մի խոսքով, իսկ այն մյուս անցակետը արդեն տոլի հարավային, տոլի հյուսային Կիպրոսն էր, ասոբը չհասկացանք, հիմա դրանք նույն երկիրն է, թե այդքան էլ չէ, բայց մի խոսքով ասին թուրքական վիզա է պետք։ Մենք հետ եկանք ու այդ տղան, որ ծիծաղեց մեր վրա, զարմացած նայեց, փաստորեն հայերի համար, մեկ էլ Նիգերիայի կարծեմ քաղաքացիների համար։ Հայ, մեկ էլ Սիրիա հայ։ Այո, սիրիացիները, նիգերիացիները եւ հայերը հատուկ վիզա պետք է ունենան մտնելու համար։ Հետ ենք գնում։ Բայց անկեղծ ասած Նիկոսյան, համենայն դեպս այս փողոցը դեռ անverջ գեղեցիկ է ու մենք իհարկե չենք փոշմանում։ Բայց շատ անեկդոտ պատմություն է։ Նիկոսյան ու առհասարակ ամբողջ Կիպրոսը, վստահ եմ, որ ուրիշ հատվածներում էլ է տենց շատ կանաչ են։ Այս սենց ամբողջ քաղաքն է։ Լիմոնի ծառ։ Շատ սիրուն է։ Ես կուզեի նկարեի, ֆոտոներ անեի, բայց անկեղծ ասած կամերան ձև չունի փոխանցելու այդ գեղեցկությունը։ Շատ սիրուն է։ Քարտեզը բոլոր հնարավոր AI-ները մեզ ասել էին, որ այս ճանապարհով հայկական եկեղեցի, հայկական ոչինչ չկար, ավելին սահմաններ եւ զենքով թուրք պագրանիչնիկներ էին կանգնած։ Մուղամը լսվում է։ Հայսա, սենց էլ եկել ենք։ Вышли իրանց աչքի ոնց не попадаться на глаза, զենքով պագրանիչնիկների եւ գնում ենք հետ։ Եվ մեր բոլոր արկածների վերջում մենք գալիս ենք Ավոյ լահմաջոյանոց, որովհետեւ մեզ ասացի, որ շատ լավ տեղ է, անպայման պետք է մտնենք։ Ասենք որ գնում ենք տուն։ Չէ, պետք է ֆիքսենք, որ մեզ Կիպրոսի օդանավակայանը մեր ազդագրերը իդենտիֆիկացնելուց հետո ասեց, որ մենք fake ենք։ Ես էլ։ Որտեվ ես իմ անձնագրում սևահեր եմ, այստեղ բլայնդինգ ա եւ ռեցիդիվիստի դեպքում եմ իհարկե այստեղ։ Ասեց, որ AI գեներացված է իմ անձնագիրը, բայց մենք շուստրավատ արեցինք եւ այս թուղթը ցույց չտվեցինք անցագրայինը։ Машинница. Кубаров արի կիսվի տպավորություններով թրփից։ Եվ որ մենք գալիս ենք, ես սենց չէի պատկերացնում մեր տիպը, բայց քանի որ ես տեսակով ճկուն եմ, ընկալեցի, որ սա է մեր ճակատագիրը, և հնարավորինս ինջոյ արեցի։ Իսկ ես բաց սրտով էի շատ եկել, ու էլի դրա համար ինչն էլ որ իր պլանով չգնաց, էլի ես նախ գիտեի, որ տենց պալեբոմու կլինի ու շատ օքեյ եմ նրա հետ ոնց եղավ։ Ոյ, լավ էր։ Գնում ենք տուն։ Կճապորտես իմ հետ աննա։ Բան ես ուզում ասել։
Հարց եմ տալի, կարեմ հարց։ Բայց լառնակա էլ կարծում Լառնակա չեմ գա։ Դե հիշես մենք ինչի որոշեցինք լառնակա գալ։ Ինձ ով հարցնում ասում ես չեմ հիշում ոնց ենք որոշել, բայց почему-то մենք որոշել ենք հենց լառնակա գալ։ Բայց լառնական էլ վատիկը չէ։ Ինքը վատիկը չէ, բայց ինքը համենայն դեպս անհետաքրքիր է որպես այդպեսին։ Անհետաքրքիր է եւ շատ пассив հանգստի սիրահարների համար, որտեղ տենց ռեստորաններով բաներով օրինակ լի չէր։ Ակտիվ հանգստի համար առավել եւս կամ միգուցե սեզոնը չէր։ Մեկ էլ I think սեզոնը չի։ Որտեղ անգամ պապսը, որ ամենապասիվներից է, սեզոնին ուռերը, բաները այդ շատ-շատ է։ Maybe այանապակ գնամ մի անգամ էլ։ Давай, за нас. Cheers. Всё.